Ամեն ինչ սկսվեց հուլիսի 4-ին առավոտյան 11:30 ադրբեջանական զինված ուժերը նախ գործի դրեցին ականանետերը։ 11:30-ից 11:35-ի սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը 82 մմ-անոց ականանետից արձակեց 4 արկ։ Նույն հատվածում ժամը 12:45-ից 12:55-ի սահմաններում հաստոցավոր հակատանկային նռնականետից 3 արկ, հարավային ուղղությամբ ժամը 13:35-ին 60 մմ-անոց ականանետից արձակեց 3 արկ, 19:10-ին 2 արկ։ Բոլոր այս գործողությունները ցանկալի արդյունք չտվեցին, որից հետո ադրբեջանական զինված ուժերը երեկոյան 8:30-ին անցան TR-107-ին։ Տեխնիկան տեղակայել են Ալիխանլու գյուղի մեջ ու սկսել կրակել։ TR-107 տիպի համազարգային հրթիռային կայանքները Ադրբեջանի զինված ուժերը վերջին անգամ կիրառել էին ապրիլյան ագրեսիայի ժամանակ։ Այս անգամ միանգամից 5 արկ են արձակել Արցախի հարավային զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ։ Արցախյան ուժերը կրակակետը լռեցրել են, հրապարակելով ադրբեջանցիների հեռախոսազրույցը։ Երեք անգամ կրակել են 2-ից 3 հոգի ծանր վիրավոր է։ Վերևներում է ընկել, այնտեղ Վագիֆի փողոցն է։ Հենց շտաբի դիմացն է եղել, ճակատային մասում։ Ասում են 2-3 հոգի ծանր են, ևս 2-ը թեթև վիրավոր են։ Գյուղի կեսը փախել է, նատիկն էլ է փախել բոլորի հետ։ Սա փաստում է, որ հայկական պատասխան հարվածը եղել է ադրբեջանական կրակակետի ուղղությամբ։ Խաղաղ բնակչությունն էլ Ադրբեջանի բանակը օգտագործել է որպես վահան, թաքնվելով գյուղացիների թիկունքում։ Պատասխան հարված ստանալուց հետո ժամը 9-ի մոտ Ադրբեջանի ուժերը 3 արկ են արձակել 82 մմ-անոց ականանետից ու լռել։ Հակառակորդն ունի կորուստներ, հրթիռային կայանքը գյուղի մեջ տեղակայելու պատճառով զոհվել են նաև 2 բնակիչներ։ Արցախյան կողմը կորուստներ չունի։ Արցախի պաշտպանության նախարարն Ինտերֆաքսի հետ զրույցում ընդգծել է, պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, դա հատուկ է Ադրբեջանին։ Լևոն Մնացականյանը շեշտել է, որ թիրախը եղել ու լինելու են միայն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակում է հայկական բնագծերին։ Թաքնվելով սեփական բնակչության թիկունքում եւ վերջիններից դարձնելով կենթանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել, բայց միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առ այսօր, այնպես էլ այսուհետև Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից եւ անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային եւ անհամարժեք պատասխան։ Մեր քաղաքականությունը հետեւյալն է. ցանկացած կրակակետ, որտեղ ուզում է դա տեղակայված լինի, որտեղից կրակ կարձակվի հայկական մարտական հենակետերի, հրամանատարական կետերի, առավել եւս բնակավայրերի ուղղությամբ, դրանք կոչնչացվեն։ Արձագանքել է նաև Արցախի արտգործնախարարությունը, ընդգծելով, որ խաղաղ բնակչությունը սահմանի երկու կողմում էլ դարձել է Ադրբեջանի քաղաքականության գերին։ Կատարվածը հերթական անգամ հաստատում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում շփման գծում իրավիճակի կայունացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Արցախը հայտարարում է, կրակակետերը ոչնչացնելու է, մեղավորները դրանք բնակավայրերում տեղադրողներն են։ Նման միջադեպերից խուսափելու համար էլ անհրաժեշտ է ի վերջո կյանքի կոչել պայմանավորվածությունները, որոնք Ադրբեջանն արդեն մի ամբողջ տարի փորձում է չեղարկել։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։